թմրանյութերի հետ կապված արդեն բավական ժամանակ է տեսնում ենք համացանցերում, որ 17 տարեկան աղջիկ է ձերբակալվել թմրանյութ տեղադրելու համար կամ օգտագործման համար, այս մասով ինչ կասեք, ըստ ձեզ ինչն է ստիպում, որ այդքան տարածվի։ Տեսեք, շնորհակալություն հարցի համար, ձեր հարցը շատ կարևոր է, քանի որ երիտասարդները իրոք թմրանյութի ազդեցության տակ են լինում, որպես իրացում կամ վաճառքի միջոցով, դա գալիս է նաև ոչ կրթված լինելուց եւ ընտանեկան դաստիարակությունից, ոչ ճիշտ վերահսկողությունից, քանի որ եթե ընտանեկան վերահսկողությունը լինի բարձր մակարդակի վրա, այսինքն երեխաները դպրոցում լավ սովորեն, մանկավարժների հրահանգներին ենթարկվեն, ապա որևիցե մեկը թմրանյութի ազդեցության տակ չի լինի։ Այս պարագայում պետության նաև պարտականությունն է, որպեսզի երեխաներին, տարեցներին, մեծահասակներին, երիտասարդներին հետ պահելու ու ես վստահ եմ, որ հասնելու ենք այդ խնդրի լուծմաններ մի օր, քանի որ շատ ցավալի է, երբ որ 17 տարեկան աղջիկ երեխան ձերբակալվում է թմրամիջոց իրացնելու եւ յուրացնելու մեջ, այսինքն տվյալ պարագայում այդ երեխան գնում է կործանում։ Եվ ինչպես դրա դեմ պայքարել։ Անկեղծ ասած, դրա դեմ պայքարելու մեխանիզմները շատ են, այլ պետություններում մենք ունենք համագործակցություն թմրամիջոցների հետ կապված, քանի որ տեսեք, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից նաև անընդհատ հրապարակումներ լինում, որ այլ Թուրքիայից եկող սահմանին, Իրանից եկող սահմանին հայտնաբերվել է, այսինքն քննչական կոմիտեն եւս պայքարում է թմրամիջոցների դեմ, դա ակնհայտ է, դա որևիցե մեկը չի կարող հերքել, քանի որ ես ինքս տեսնում եմ անընդհատ կոմիտեն հրապարակումներ է անում, տվյալ պարագայում դա արդեն նաև հասարակության խնդիրն է, նաև պետության խնդիրն է, բայց իրավապահ համակարգը այդ առումով իրոք շատ գործ է անում, դա գնահատելի է, մնացած մասով չեմ կարող ասել, քանի որ ես ինքս իրավապահ համակարգից չեմ։ Եվ սպանությունները վերջերս շատ է էլի տարածվել, դանակահարություն, մեկը մյուսին դանակահարում է, մեկը մյուսի դեմ, չգիտեմ, ծեծում են, դա ինչի հետ է կապված։ Տեսեք, զբաղվածություն չունեն, այսինքն մնացած մարդիկ, քաղաքացիներ զբաղվածություն չունեն, այսինքն տվյալ պարագայում, երբ որ աշխատանքի հետ կապված հարց է դնում եւ մարդիկ չեն աշխատում, փորձում են այլ կերպ ինչ-որ աշխատանք կատարեն, օրինակ տնից չգիտեմ, բիտկոինը ոնց որ շատ են ասում, կրիպտովալյուտաների հետ կապված կամ նստակյաց կյանքի են սովորել, այսինքն պարապությունը ժողովրդական լեզվով ասած վերում է վտանգավոր գործողությունների, եթե մարդը զբաղվածության մեջ լինի, ապա մարդը չի հասցնել դրանով զբաղվել, քանի որ այսօր մեր երկրում ավտովթարային մահերն է շատ, կրկին առանց վարորդական վկայականների մեքենավարելու հետ կապված, սպանությունները անձնական դաշտերում, անձնական հողի վրա, եթե կհիշեք, երեկ էլ հրապարակվեց Գյումրիում 37-ամյա տղամարդը սպանել էր իր հորն ու մորը, ուղղակի չեմ կարող պատկերացնել, թե ինչ տեսակ հոգեբանական ստրեսի մեջ պետք է լինի մարդ կամ ինչ նյարդային համակարգ պետք է ունենա, որպեսզի այդքան նայրուստու չբարձրացնեն այդ խնդիրները, եւ եթե կհիշեք, վերջերս Արցախից Նանա Պողոսյանը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ որ Տավուշի շրջանում երեխաները, անչափահաս երեխաները մեկ երեխայից ծեծի են ենթարկել, այսինքն եւ հրապարակել են TikTok-յան հարթակում, այսինքն այստեղ ունենք շատ լուրջ խնդիր կրթվելու հետ կապված, կրկին կրթությանն եմ գնում, որովհետեւ կրթությունն է ամենակարևոր այն բաղադրատոմսը, որ փոքրուց մինչև տարեց կարողանան ճիշտ մեկնաբանել կյանքը, իսկ եթե դու կրթություն չունես եւ որևիցե աշխատանք չես կարողանալ, ապա վերելու է ամենաթողության այսօր։